Ադրբեջանի պաշտպանության նախարարության կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է, ճեպազրույցի ժամանակ նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից նման ապատեղեկատվության տարածումը չի վկայում խաղաղության գործընթացի ձախողման մասին, Սիմոնյանը պատասխանել է. Իմ մասնավոր կարծիքն է, որ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը արդարացնելու համար, որ ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտ վստահություն կա, որը ինքնին իմ համար զարմանալի է, որովհետև մեր այսպես ասած աշխատանքը եւ գործելավոճը նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու հրապարակման հետ տրամաբանություն առաջարկելը խոսում է հակառակի մասին։ Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, բացի պաշտպանության նախարարության հերքումից, նաև Եվրամիության դիտորդներն են հայտարարել, որ կրակոցներ չեն եղել։ Սիմոնյանը պատասխանել է նաև հնարավոր էսկալացիայի վերաբերյալ հարցին, նշել այս պահին նման վտանգ չի տեսնում։ Իրանք մշտապես այդ աշխատելավոճը կիրառել են, սկզբից հայտարարել են, որ հարձակվում են, հայերն են կրակում եւ այլն, եւ իրանք ստիպված են պատասխան տալու, դա իրաց մշտական ոճն է, բայց ես կրկնում եմ, որ ես չեմ այս փուլում, ես չեմ կարծում, որ նման քայլի կգնան, նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է եւ ակնհայտ է Եվրոմիության դիտորդների գնահատականը եւ դե աշխարհը Ադրբեջանի Telegram ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքները կազմում։ Սիմոնյանը անդրադարձել է նաեւ Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ ադրբեջանական կողմի անհանգստություններին։ Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրոմիության դիտորդները քաղաքացիական, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որովհետեւ այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի Գորբանի մեջ, ուժի մեջ։ Արձագանքելով մտահոգությանը, թե դիտորդների հեռանալուց հետո Ադրբեջանը կարող է հրադադարը խախտել, խորհրդարանի ղեկավարն ասել է, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի վրա, Եվրադիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը։ Հարց է հնչել նաև Հայաստանի սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի նախապայմանների մասին։ Սիմոնյանը նշել է այն բոլոր ճակերտավոր մտավախությունները, որոնք Ադրբեջանը առաջ է քաշում, պայմանագրի մեջ այդ բոլոր մտավախությունների վերաբերյալ լուծում կա։ Եթե դա էլ բավարար չլինի, մենք էլի պատրաստ ենք քննարկել, հասկանալ, արդյոք Հայաստանի օրինակ սահմանադրության մեջ այդ, որ իրանք մեղադրում են տենց բաների տարածքային պահանջների մեջ տենց բան կա թե չկա, արդյոք իրանց սահմանադրության մեջ նման օրինակ բան կա թե չկա, վերջի վերջո կարող ենք փորձաքննության ուղարկենք երկու երկրների սահմանադրությունները, որ պարզելու թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերսուն են թե չէ։ Ինչ մեխանիզմ է դա իրենից ենթադրելու։ Օրինակ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր երկու երկրների սահմանադրությունները։ Արդյոք Հայաստանի համար վտանգավոր կետեր կան խաղաղության պայմանագրում, Սիմոնյանը պատասխանել է. Հայաստանի համար որևիցե վտանգավոր տեղ չկա։ Ես դա ասում եմ բոլորի իլուր, որ բոլոր կետերը, ինչպես նաև վարչապետն է նշել, բոլոր կետերը երկկողմանի են։ Խոսելով համաձայնեցված տեքստի հրապարակման մասին, Ազգային ժողովի նախագահը նշել է, երբ հրապարակելու ժամանակը եւ տրամաբանությունը հասկանան եւ պահը գա, կհրապարակեն։ Դրա հետ կապված քննարկումներ կլինեն, միակողմանի մենք բան չենք ուզում անենք, որպեսզի եւս մեկ անգամ ցույց դնենք, որ Հայաստանը չի կրակում Ադրբեջանի վրա, որ Հայաստանը որևիցե տարածքային նկրտումներ չունի, որ Հայաստանը իր վստահությունը, որ ասում է զրոյին է մոտ, որ Հայաստանը վստահելի գործընկեր է միջազգային գործընկերների նաեւ համար։ Լրագրողները հետաքրքրվել են, հնարավոր է Հայաստանը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման Ադրբեջանին ներկայացնի հայ գերիների վերադարձի հարցը։ Նման բան ասելը նշանակում է բանակցությունները եւ այն ինչ որ կատարվում է մտցնել փակուղի եւ իրավիճակը ուղղակի սրել եւ դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ, դա արվում է դիվանագիտական ճանապարհներով, ինչը որ արվել է վերջին 4 տարվա ընթացքում։ Այս համատեքստում լրագրողները հիշեցրել են Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարության մասին, թե Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ զրույցում ինքը բանտարկյալների ազատ արձակման մասին է խոսել։ Հուսանք, որ այդ հայտարարությանը կհետևի հստակ քայլեր եւ դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար։ Հստակ քայլ ասելով ինչ նկատում։ Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն, ոնց են մեր քերիների, մեր մարդկանց հետ տալի բոլորին անխտիր, անկախ որ ժամանակ են գերեվարվել։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։